Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 11։ Ես ձեզ հետ եմ ամեն օր, Մատթեոս ավետարան 28:20։ Լավ է, որ նա կա, ով հավիտյան է, ով անփոփոխ կերպով մեզ հետ է։ Ուրախալի է, որ առօրյա կյանքի ալիքների մեջ կա անխորտակելի ժայռ։ Ընկերս, քեզ համար ժանգոտող ցեցին, զոհ գնացող հնացող գանձեր մի դիզիր, այլ ամբողջ սրտով փնտրիր նրան, ով հավատարիմ է մնում է քեզ հավիտյան։ Քո տունը մի կառուցիր կեղծավոր աշխարհի երերացող ավազի վրա, այլ հույսը դիր այն ժայռի վրա, որի վրա հասնող տեղատարափների ու ուժգին հեղեղների մեջ չի դողա ու անսասան կմնա։ Ընկերս, աղերսում եմ, գանձերդ պահիր միակ ապահով վայրում, որտեղ երբեք չես կորցնի՝ Հիսուս Քրիստոսում։ Քո ողջ սերը ուղղիր դեպի նրա անձը, քո ամբողջ հույսը դիր նրա արժանիքների վրա, ով վստահությունդ մաքրագործող արյան վրա։ Քո ողջ ուրախությունն արտահայտիր նրա ներկայությամբ և պիտի ծիծաղես կորուստների վրա և չես վախենա մահից։ Հիշիր, որ այգիների և պարտեզների բոլոր ծաղիկները թոշնելու են իրենց ժամանակից, և գալու է օրը, և ոչինչ չի մնալու, բացի սև ու սառը հողից։ Մահվան ոսկրոտ ձեռքերը շուտով կմարի նաև քո մոմը, բայց մոմը հազիվ մարած, ինչպիսի երջանկություն կլինի արևի լույսը տեսնելը, քո և այն ամենի միջև, ինչ ունես շուտով սև հեղեղ է անցնելու։ Միացրու սիրտդ նրա հետ, ով երբեք քեզ չի լքի, վստահիր նրան, ով քեզ հետ կանցնի փոթորկոտ նենգ ընթացքը, ով քեզ անվնաս կհասցնի երկնային ափին և երկնքում հավիտյան կնստեցնի իր աջ կողմում։ Գնա տրտմության որդի, և բոլոր ցավերը թափիր ընկերոջդ առաջ, որն ավելի կապված է քեզ, քան եղբայրը։ Քո բոլոր հոգսերը վստահիր նրան, ով երբեք չի թողնի քեզ ու թույլ չի տա, որ քեզ խլեն իր ձեռքից։ Այդ ընկերը Տեր Հիսուս Քրիստոսն է, որը երեկ, այսօր և հավիտյան նույնն է։ Ես ձեզ հետ եմ ամեն օր։ Սա սնունդ է, որը հագեցնում է իմ հոգին։ Մնացած բոլորը, եթե ցանկանում են, կարող են ինձ լքել։